Ալիևի խաղաղասիրական հայտարարությունները օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին եւ Ադրբեջանը ներկայացրել որպես Հայաստանի հուսալի գործընկեր։ Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Ենքան թուղթեր են ուզում որ եւ ավտոնցախեշ կրնաս կամ թուղթին դզես։ Ռուսաստանը Եվրոպայով փոխարինել վարորդները անհնար են համարում հազարումի բողոքով նորից կառավարություն են գնացել բեռնափոխադրողները։ Իշխանությունը խոսում է արտահանման աննախադեպ ծավալներից, գյուղացիները դաշտում մնացած բերքից, տնտեսագետները ներքին շուկայում ջրի գին դարձած տեղական արտադրանքից։ Ասում է ֆերմերային տնտեսությունները շատ վատ վիճակում են։ Հերթական արյունոտ միջադեպը մայրաքաղաքում ինչու են կրակում Երևանում։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը։ Եվ այսպես Ադրբեջանի նախագահի հերթական ելույթը օկուպացված Շուշիում կրկին զավեշտալի հայտարարություններով է առանձնացել։ Ըստ փորձագետների Հարավային Կովկասը խաղաղության եւ փոխգործակցության տարածաշրջանի վերածելու մասին խոսում է մեկը, որը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը, չի դադարեցնում սպառնալից հայտարարությունները եւ օկուպացված է պահում հարևան երկրի տարածքները։ Քննարկումների թեմա է դարձել նաեւ Եվրոպային ուղղված Ալիևի քննադատությունը։ Եվրոպական շուկաների հետ էներգետիկ համագործակցության լայնածավալ պայմանագրեր ունեցող Ադրբեջանի նախագահը մեղադրել է Եվրամիությանը տարածաշրջանում իր խոսքով Հայաստանը որպես տրանսպորտային հանգույց դիտարկելու եւ սխալ խաղադրույք կատարելու համար։ Լիլիթ Սարգսյանն է առանձնացրել նրա ելույթի վիճահարույց թեզերը։ Ալիևը նորից Զանգեզուրի միջանցքի անվանել այն ճանապարհը, որին անցած տարվա օգոստոսի 8-ի համաձայնությամբ Թրամփի ուղի անունն են տվել Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Ադրբեջանի նախագահն այնպես է ներկայացրել, ասես Միացյալ Նահանգների առաջնորդն այդ թղթի տակ ստորագրել է Իշահ Ադրբեջանի։ They clearly understood the necessity for Zangezur corridor. Միացյալ Նահանգներում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին, կարողանալով բացատրել Հայաստանին, որ նա ինքն ունի խաղաղության կարիքը։ Armenia that they need this peace also. Իհարկե, Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետն ու ես ստորագրեցինք համատեղ հայտարարություն։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանը բացել է իր ճանապարհները դեպի Հայաստան բեռների ներմուծման համար։ Նրա խոսքով 40,000 տոննա բեռ է մտել Հայաստան Ռուսաստանից, Ղազախստանից ու այլ երկրներից։ 10,000 տոննա ադրբեջանական նավթամթերք է Բաքուն ուղարկել Հայաստան ըստ Ալիևի, ակնարկելով, թե ադրբեջանական նավթամթերքը միակ աղբյուրն է Հայաստանի համար։ Հատկապես հիմա, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա Հայաստանն այսօր հավանաբար ստիպված կլիներ բենզին եւ դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում։ All over the world. Չես կարող դառնալ տրանզիտ երկիր, քանի դեռ չես կարգավորել հարաբերություններդ հարևանների հետ, հայտարարել է Ալիևը։ Մենք սկսեցինք առաջնորդել այդ գործընթացը։ Այդ նույն ժամանակահատվածում իրականացվեցին էներգետիկ նախագծեր։ Ադրբեջանը կառուցեց բազմակողմ միջազգային համագործակցություն։ Ադրբեջանի ղեկավարն այս համոզմունքն ունենալով պնդել է, թե Եվրամիությունը սխալ խաղադրույք է արել, Հայաստանը համարելով կարևոր տրանզիտային հանգույց։ Ադրբեջանի նախագահը արդարացում է գտել դրա համար։ Բրյուսելը քաղաքական նպատակներով սիրաշահել է Երևանին։ Երբ Հայաստանը սկսեցին ներկայացնել գրեթե որպես տարածաշրջանի գլխավոր տրանսպորտային հանգույց, դա իհարկե մեծ տարակուսանք առաջացրեց։ Մի երկիր, որն ընդհանրապես որպես տարանցիկ պետություն գործելու փորձ չունի, հանկարծ դառնում է գլխավոր տրանսպորտային հանգույց։ Լիովին անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված նման գնահատականները։ Ալիևը հայտարարել է, թե թույլ չի տալու Բաքվին ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Արևմուտքին մեղադրելով Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակին ծանոթ չլինելու համար։ Նրա խոսքով պետք է օբյեկտիվ գնահատել տարածաշրջանի երկրների ներուժը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև անմիջական տրանսպորտային կապի հաստատումից հետո, լինի Զանգեզուրի թե այլ միջանցքների միջոցով, երբ քաղաքական տեսանկյունից Հարավային Կովկասը պատրաստ լինի եռակողմ համագործակցության ձևաչափին, իրավիճակն այլ կլինի։
to the corridor. Այսօր դա չկա եւ այսօր յուրաքանչյուր երկրի ներուժը, թե տնտեսական, թե քաղաքական եւ թե ցանկացած այլ ներուժ պետք է ճիշտ գնահատվի։ Այն պետք է ճշգրիտ գնահատվի նաեւ ժողովրդագրական տեսանկյունից, դա շատ կարեւոր է։ This year. Քանի որ շեշտադրումները պետք է ճիշտ դրվեն, որպեսզի հետո որևէ հիասթափություն չառաջանա առ այն, որ դարձյալ ճիշտ որոշում չկայացվեց, ճիշտ երկիր չընտրվեց։ Արևմուտքից ոչ առաջին անգամ նեղացած Ալիևը սպառնացել է, թե Ադրբեջանը կարող է ոչ միայն կասեցնել իր գործունեությունը ԵԽԽՎ-ում, այլև դուրս գալ Եվրոպայի խորհրդից։ Միաժամանակ պնդել է, թե պատրաստ են կարգավորել հարաբերությունները, միայն թե առաջին քայլը Եվրոպայի խորհուրդը պետք է անի։ And in January 2024, 2024 թվականի հունվարին վեհաժողովը քննարկեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները եւ զրկեց քվեարկության իրավունքից։ Սա իբր կապված է եղել մարդու իրավունքների հետ։ voting right. Սակայն եթե դա իսկապես այդպես լիներ, հավանաբար ավելի վաղ այդպիսի քայլ կարվեր։ Դա ուղղակի պատիժ էր այն բանի համար, որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Ալիևը չի ուզում ընդունել, որ եվրոպական կառույցները կարող են արձանագրել Ադրբեջանում մարդու իրավունքների հազար ու մի խախտումները։ Դա այնքան է ցավեցնում Բաքվին, որ անգամ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Ալիևը առիթը բաց չէր թողել դժգոհելու ԵԽԽՎ-ից հայամետ հայտարարությունների համար։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Այդ որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը, հայտարարել է Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Ալիևի Ադրբեջանում անցկացվող մեդիա ֆորումի բացման ժամանակ արած հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահն ասել է, մեջբերեմ պարզվել է, որ Ժոզեփ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նրան ֆինանսավորել է հայ օլիգարխ, որը հիմա տնային կալանքում է Հայաստանում։ Մեջբերման ավարտը։ Եվրամիությունը հայտարարել է այսօրվանից Հայաստանի համար խորհրդատուների առաքելության գործարկման մասին, որը ինչպես Ուկրաինայում եւ Մոլդովայում կպայքարի այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ըստ Եվրամիության խորհրդի հայտարարության առաքելությունը ստեղծվել է կիբերսպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտության, ինչպես նաեւ անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում Հայաստանի իշխանություններին աջակցելու նպատակով։ Եվրամիության խորհուրդը հատուկ ընդգծել է, որ առաքելությունը խորհրդատվական ծառայություններ կտրամադրի Հայաստանի բոլոր պետական մարմիններին, սակայն իբր այն չի ազդի Հայաստանում որոշումների կայացման գործընթացի վրա։ Առաքելության սկզբնական տևողությունը 2 տարի է, այն կգլխավորի Կոսմին Գեորգե Դինեսկուն, որը նախկինում նմանատիպ առաքելություն է ղեկավարել Մոլդովայում։ ԿՊ-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն հաստիքի կրճատման պատրվակով ազատում են աշխատանքից։ Երևանի համար 16 պոլիկլինիկայի մանկաբարձ գինեկոլոգ Արփինե Սողոյանը այսօր ծանոթում է ստացել, որ դեկտեմբերից իր հետ աշխատանքային պայմանագիրը խզելու են։ Հիշեցնեմ, Արփինե Սողոյանը քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, թե երբ ու ինչ պայմաններում է հանձնվել Արցախը։ Փաշինյանը բարկացել ու սկսել էր սպառնալ Արցախի եւ Հայաստանի նախկին ղեկավարներին։ 21 տարվա ամբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք ներառյալ ապագա մայրիկները կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության, գրել է բժշկուհու դուստրը փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները։ Փարավոն հյուրանոցում ԱԱԾ-ի գործողությունները խնդիրներ են առաջացրել նաև հյուրերի համար։ Ուժայինները նրանց թույլ չեն տվել անգամ իրերը վերցնել հյուրանոցից բավականին կոշտ դուրս հրավիրելուց առաջ։ Պարապորտի մատնված հարյուրավոր մարդիկ սպառնացել են փակել Երևան-Սևան ճանապարհը, եթե առավոտյան իրենց աշխատավայրը չբացվի։ Մեկ շաբաթ է փակ են Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի մուլտիրեստ եւ մուլտիրեզորտ հյուրանոցները։ Բողոքի ակցիաներին միացել են նաև այդ ընկերությունների աշխատակիցները։ Ամուսնական առաջին գիշերը Փարավոնում անցկացրած զույգին ԱԱԾ-ն բիրտ ուժ կիրառելով դուրս է հրավիրել հունիսի 6-ին առավոտյան հյուրանոցը խուզարկելիս։ Նորապսակներին թույլ չեն տվել անգամ իրերը վերցնել։ Շատ վատ ձևով են նախ մոտեցել, նախ բոլորին ստրեսի են ենթարկել, նախ ստրեսի են ենթարկել այն մարդկանց, ովքեր որ, չգիտեմ, տուրիզմը մեր մոտ զարգացնում են։ Մենք ունեցել ենք դրսից հյուրեր, ու շատ ցավոք մենք այդ հյուրերին այսօր չենք կարողանում ոչ մի պատասխան տալ, որովհետև պատասխան չունենք։ Մեզ անլուրջ են վերաբերվում մեր երկրին։ Փարավոնի աշխատակիցները պատմում են, որ ԱԱԾ-ի ներխուժման պահին նախաճաշի ժամ է եղել հյուրանոցում։ Մարդկանց թույլ չեն տվել հաց ուտել, բոլորին դուրս են արել։ Շատ օտարերկրացիներ շոկի մեջ են եղել։
պետությունը, որ ուզում է տուրիզմը զարգացնի, երկին գալիս է մարդին հյուրանոցից հանում, ասում է հելի, այդ է մեր երկիրը տենց են ցույց տալի։ Մարդիկ վճարել են, մեկ էլ հոп փակում են, գնացեք։ Խոզարկության օրը, այո։ Ինչ է նշանակում մարդուն դուրը թակես, ասես, գիտես ինչ կա սիրելիս դու սարի, որտեղ մեծարգո, պարոն, չգիտեմ ինչը, որոշել է, որ մեր հիմնարկը պետքա փակի։ Հուլիսի 6-ից կապարակնքված են փարավոնի դռները։ Հյուրանոցի հարյուրավոր աշխատակիցներ հարկադիր պարապուրդի մեջ են։ Բողոքի ակցիա են անում, պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։ Ի տարբերություն մեր վարչապետի, մեր սեփականատերը մեզ մի օր առանց հաց չի թողել։ Իսկ նա 14 օր այս մարդկանց, որոնք զինվոր ունեն, որոնք թոշակառու ունեն, որոնք հիվանդ են, որոնք, չգիտեմ, օրվա հացի վաստակով առաջնորդող ապրող մարդիկ են, այսօր անգործ սպասում են, թե մեր պարոն վարչապետը երբ պիտի իր քմահաճիկը վերջացնի եւ վերջապես ասի, որ գիտեք ինչ կա, ես սխալվել եմ, էլի դուք մեղավոր եք։ Փարավոնի աշխատակիցների խոսքով նախապես պլանավորված բազմաթիվ հարսանիքներ ու արարողություններ չեղարկման վտանգի տակ են։ Պատվիրատուները խուճապահար զանգում են իմանալու, թե երբ է վերջապես բացվելու փարավոնը։ Զանգ են տալիս, ասում են ինչ անենք մենք ամսի 18-ին, դրանից հաջորդող ամսաթվերին, չգիտեն իրանք, նույնիսկ իրանց տեխնիկական, դիզայներական բոլոր պայմանավորվածությունները համապատասխանեցրած մեր սրահի հետ։ Ունեն շատ հյուրեր, ովքեր որ 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, պիտի գան, հիմա իրանք ուղղակի սենց անճար ձևով սպասում են։ Վերջին ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել բողոքի ակցիայի մասնակիցները։ Զայրացած մարդիկ չեն հասկանում, ինչու է իշխանությունը կտրում իրենց փողի աղբյուրը, եթե իրենց գործատուն բարեխղճորեն կատարել է հարկային պարտականությունները։ Նիկոլ, դե արի պահի տունս, կարաս պահես թոշակառուիս։ Հաշվանդան թոշակառուն է, որ մերս չի քայլում։ Արի պահի տերամ կարաս պահես։ Ես երիտասարդ աղջիկ զինվորի մայր թոշակառու եմ պահում 50,000-ով ես կարող եմ պահեմ։ Այս երկրում մի հատ լավ բան չտեսանք։ Այն մարդիկ, որ հայրենասեր են, հայրենիքի կողին կանգնած են, միշտ կոտրում են։ Եկեղեցու կողը կանգնած են, կոտրում են։ Մեր մշակույթը, մեր ինքնությունը կորցնում են։ Լսել են, թե ինչ է ասել Փաշինյանը, իբր իրենց կամքով չեն բողոքի ակցիաներ անում, այլ ինչ-որ մեկը ստիպում է իրենց։ Հապան են, իմ երեխուն տանում, իմ երեխեն ծառայող է։ Ես թողել եմ ճամփի կեսից, ես եկել եմ։ Ոնց ինքնաբուխ չի։ Ես օրեկան աշխատավարձով օրով ապրող մարդ եմ, ոնց ինքնաբուխ չի։ Իմ երեխեքին ով պիտի պահի։ Մինչև վաղը ժամանակ են տալիս իշխանությանը, որ բացի իրենց աշխատավայրի դռները, չանելու դեպքում սպառնում են փակել Երևան-Սևան մայրուղին։ Մի անգամ արդեն արել են հանուն Փաշինյանի։ Երևան-Սևան տրաս այս աղջիկը փակեց, որ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գա մեզ այսենց անգուր թողի։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Երկրորդ ամիսն է Եվրոպա չեն կարողանում հասնել հայկական բեռնատարները, Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրողները այսօր նորից են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրել, պահանջելով լուծել արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված խնդիրը։ Նրանց խոսքով ԵԱՏՄ շրջանակից դուրս այլ ուղղություններով աշխատելը իրենց համար գրեթե անհնար է։ Եվրոպական շուկա հայկական բեռներ հասցնելը բեռնափոխադրողների գնահատմամբ չափազանց թանկ եւ ոչ իրատեսական տարբերակ է։ Վարորդները կառավարություն հստակ պահանջներով դիմում նամակ են տարել։ Անելանելի վիճակում են հայտնվել Հայաստանից Ռուսաստան բեռներ տանող վարորդները։ Ասում են արդեն 2 ամիս է հարկադիր պարապուրդի են մատնված։ Վարորդների խոսքով հայկական գյուղմթերքի արտահանման ռուսական սահմանափակումների պատճառով ֆինանսական ծանր դրության մեջ են հայտնվել։ Սաղս վարկի տակ ենք։ Այդ մեքենաները վարկով վեկալ ենք, εμել ընկել ենք վարկի տակ։ Հայկական պտուղ բանջարեղենը Եվրոպա արտահանելու Փաշինյանի կաբինետի անդամների հայտարարությունները վարորդներին խիստ կասկածելի են թվում։ Անիրական է վարորդների խոսքով հին աշխարհամաս բեռներ տանելը։ Այսքան շոֆեր ով այդում Եվրոպա։ Հələ մեկ իմ հարցը ով է գնաց այսքանից Եվրոպա։ Տղեկ Եվրոպա գնացել եք։ Այն ասում է ուր է։ Վիզա տան որ է տան։ Որ վիզա չեն տալու ո՞նց են կետում։ Վիզա պիտի ունենաս 1000 հատ պրոբլեմ կա։ Այնքան թուղթեր են ուզում որ եւ ավտոն ծախես կնաս կամ թուղթն դզես։ Փաստաթղթային քաշքշուկներից բացի մի մեծ խոչընդոտ կա, որ հայկական ապրանքները հայկական բեռնատարներով հասնեն Եվրոպա։ Վարորդները խոստովանում են, իրենց մեքենաների 95%-ը չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ Շոֆերի տերմիններով են բացատրելու
Մաչևինաշ չի աշխատում, ես գնամ Եվրոպա ինչ անեմ։ Խոսքի կարտերից տակիցը յուղա թողım, Եվրոպա գնամ մի 3000-4000 դոլար բանը շտրաֆ վրես խփած հետ գամ ինչ անեմ։ Ու հենց չէ որ այդ շտրաֆը բան հիմնարկությունն է վճարելու, դա դու պետք է քո ջանից պետք է հանեն։ Առանց մեքենաների ղեկը դեպի Եվրոպա թեքելու էլ վարորդները գիտեն, որ այնտեղ իրենց տհաճ անակնկալներ են սպասվում։ Հիմի որ ես գիտեմ պետքա գնամ ամենակիչը 6000-7000 եվրո շտրաֆ վեկալեն վրես գամ կամ մի հատ էս անգեմցից ասեմ վարկ վեկալեք ուղարկեք շտրաֆը մձենք։ Էլի իմաստը ո՞րն է այդ տաբլետ մեքենան քշելու։ Ռուսաստանները այդ մենք մեր մար հանգիստ գալիս ենք։ Դիմում նամակ են տանում կառավարություն։ Վարչապետին ու իր կաբինետի անդամներին ուղղված այս նամակում ըստ վարորդների հատիկ առ հատիկ ներկայացրել են, թե ինչ փորձությունների առաջ են կանգնել իրենք։ Կետերով նշված է։ Արդեն չեն հիշում, թե վերջին 1 տարում քանի նամակ են տարել գործադիր։ Բեռնափոխադրողների խոսքով մի որոշ ժամանակ առաջ էլ էկոնոմիկայի նախարարի անունով նամակ են գրել, բայց ցայլը տեղից չի շարժվել։ Նկատում են, գործից հասկացող մեկը չկա։ Նամակը Պապույաննա գրված եղել գնացել է տրանսպորտի փոխնախարարի մոտ, որ այդ մարդը այս ոլորտից вообще չի հասկանում, ինքը տրանսպորտի փոխնախարար է, բայց вообще չի հասկանում, կապ չունի։ Մարդը ասում է, ի՞նչ է ձեր պահանջը։ Եվ որ նամակը քեզ չի գրվել, դու խես կանչել, զանգելա կանչել, ասում արեք տենանք ոնց ենք անում։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող մարդկանց զայրացնում է միտքը, որ օտարերկրյա համարանիշերով բեռնատարներ են մտնում մեր երկիր ու բեռներ են տանում Ռուսաստան, անխոչնդոտ անցնում սահմանը։ Խոսքը այն ապրանքների մասին է, որոնց արտահանման վրա արգելք չկա։ Հայ վարորդների խոսքով իրենք դարձել են բոլորի աչքի փուշը։ Մենք ստե կայնած ասենք պարապ, վրացիքը ստրանք ֆրֆռում էին իրանց ավտոներով։ Էդի ոնց կլինի։ Հայկական բեռներ են տանում։ Հա, հայկական բեռները տանում են, ամեն բերում են։ Բողոքավոր վարորդներից մեկի տեղեկություններով հայ-իրանական սահմանից Ծիրանով բեռնված հայկական 3 բեռնատար են վերջերս հետ դարձրել, բայց գործադիրում լռում են, չեն հայտարարում այդ մասին։ Մինակ իրանք ասում են արտահանում արինք, բայց վազատները խի չեն ասեմ։ Այս մարդու տեղեկությամբ հայկական Ծիրանը իրանականի անվան տակ փորձել են Ռուսաստան տանել, բայց չի հաջողվել։ Այդ կետկը կփոխում են իրանական, այդ մա Ռուսաստան։ Հայկական ապրանքը այդ մա իրանական ապրանքի տեղ։ Ու հայ ազգը ուրախանում է։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Ռուսական շուկան եվրոպականով փոխարինելու կառավարության քաղցր խոստումները բախվում են դառը իրականությանը։ Արտահանման ծավալի աճի մասին իշխանությունների հայտարարությունները տնտեսագետները մոլորեցնող են անվանում։ Գյուղացիները դաշտում մնացած բերքն են ցուցադրում։ Հիմար ցննդաբանությունները կամ մանիպուլյատիվ ստերը շատ վտանգավոր է։ Ցնդաբանություն մանիպուլյացիա է որակում տնտեսագետ Հարություն Մնացականյանը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի պնդումը, թե դեպի եվրոպական երկրներ այնքան է ավելացել հայկական գյուղմթերքի արտահանումների ծավալները, որ անգամ հայաստանցիներիս համար կարող է քչություն անել գյուղմթերքը։ Ես ձեզ ասեմ, արտահանումների հետ կապված կա նաև արդեն իսկ մտավախություն, որ ծավալները այնքան մեծ են ու մեր արտադրանքի պահանջարկը այդ շուկաներում այնքան շատ է, որ կա մտավախություն, որ շատ չարտահանենք, որպեսզի մեր ներքին սպառման համար ինչ որ պաշար մնա երկրում։ Մարդը լինելով բացարձակ դիլետանտ, չտիրապետելով ոլորտին ու նման անպատասխանատու հայտարարություն անի, ինձ թվում է մի քիչ էլ բարոյականություն պիտի չունենաս։ Որ ասենք ենթադրենք Մնացականյանի բնութագրմամբ բարոյականությունից զուրկ հայտարարություն արած Չախոյանը հավանաբար ոգևորվել է իր շեֆի Փաշինյանի 1 ամիս առաջ արած հայտարարությունից։ Երևանից մարդիկ չզանգեն, էլի Փարիզ իրանց բարեկամներին ասեն մի քիչ մեծ ծիրան ուղարկեք։ Մենք ստեղ ծիրան չենք կարողանում գտնել։ Նման տեքստերով ելույթները մեկ նպատակ ունեն ըստ տնտեսագետի։ Հայկական գյուղմթերքի ներմուծման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին փորձ է արվում մարդկանց համոզել, թե ամեն ինչ կարգին է, Եվրոպան մեզ մենակ չի թողնի, իրավիճակը վերահսկելի է։ Մինչդեռ իրականում ռուսական շուկան անփոխարինելի է հայկական ապրանքի համար, համոզված է տնտեսագետը։ Թողել մի հատ հանեն Եվրամիության երկրներ արտահանման չափերը նայեն։ Ընդամենը մի քանի մեքենա, մի քանի 3 թե 4 մեքենա Լեհաստան Ծիրան է գնացել, մի քանի այդպես փոքր խմբականակներ գնացել է Ֆրանսիայի շուկա, Գերմանիայի շուկա, որից օգտվել են բացառապես հայերը, իսկ ՌԴ արտահանվում էր մոտավորապես մինչև 50,000 տոննա Ծիրան։ Չէ, թող դնեն մի հատ ցուցանիշներով համեմատեն, նոր այդպես հիմարություններ խոսանք։
Ոչ միայն անպագորգոր բառերով են համոզում, թե մեծաքանակ արտահանում է տեղի ունենում Եվրոպա։ Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը հրապարակին պատմել է, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել։ Իրենց ասվել է, եթե դժգոհ եք հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային ու որ ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար որպես պատիժ ընդմիշտ կփակվեն։ Ես շատ եմ բախվել, շատ մարդիկ փաստի առաջ կանգնած, ռիսկ չեն անում խոսալ։ Թակուն տակից գալիս են խնդրում ենք, այս հարցը բարձրաձայն եք, այս հարցը բարձրաձայն եք, հենց բարձրաձայնում ես ասում ես եղբայր արի կանգնի կողքս, որ այդ քո օրինակով արդեն վեր հանենք, ասում են շարից փորձանքից հեռու։ Բայց իրանք չեն պատկերացնում, ոնց իրանք հենց այդ շարու փորձանքի մեջ են։ Կիլոգրամի համար 250 դրամ։ Կառավարությունը նաև սուբսիդիաներով է փորձում լրացնել տնտեսվարողներին։ Սրտի մխիթարանք, այդ վիճակն է։ Ներշնչենք։ Հայաստանից տարեկան գրեթե 1 միլիարդ 200 միլիոն դոլարի գյուղատնտեսական ապրանք էր արտահանվում Ռուսաստան մինչև սանկցիաները։ Իսկ կառավարությունը ընդհանուր մոտ 10 միլիոն դոլար է հատկացրել գյուղատնտեսների վնասը փոխհատուցելու համար։ 10 միլիոն դոլարը 1 ու 2-ի մեջ սկիզբի 1% էլ չի, 1%-ից պակաս է։ Բնականաբար դա ոչինչ չի փոխելու։ Բարբառային ասած, վերք չի բուժելու։ Բազմիցս զանգեր եմ ստացել ջերմատնային տնտեսություններից, հատկապես լոլիկ արտադրողներից նաև, որ իրենց բերքը նույնիսկ նպատակահարմար չեն գտնում քաղել, որովհետև այդ քաղել, վաճառել էժան գնով ավելի բարձր ծախսեր է պահանջում, քան լոլիկը թողել թփերի վրա եւ լոլիկը ինքն իրեն ոչնչանա։ Տնտեսագետը հույս ունի, որ Փաշինյան Միշուստին վերջին հանդիպումից հետո գոնե որոշ չափով կվերանայվեն հայկական գյուղմթերքի նկատմամբ արդեն 2 ամիս շարունակվող սահմանափակումները, հակառակ դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունը անդառնալի կորուստներ է կրելու։ Այսօր մեր ֆերմերային տնտեսությունները այն վտանգի առջև են, որ իրանք ձախողվեն եւ փորձեն հրաժարվել իրենց գործունեությունից երկար տարիներ ապետ, որ նորից կարողանանք վերականգնել։ Կանե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Շարունակենք Երևանում 3 հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած արյունալի վեճի մանրամասները Ալբերտ Սերոփյանի ռեպորտաժում։ Արյան տասնյակ հետքեր կան Վաղարշյան փողոցի այս բակում Շամշյանի նկարահանման պահին։ Այրան հետքերը, հա։ Կիրակի երեկոյան է Վաղարշյան 24 հասցեն ցնցվել կրակոցների ձայներից։ Թե ինչից է սկսվել վեճը հայտնի չէ, կադրերում իրար բախված 3 մեքենաներ են երևում։ Քանի մարդ է մասնակցել արյունոտ միջադեպին նույնպես հայտնի չէ, նրանցից մեկի գլխարկն է ընկած, քիչ հեռու մեկ ուրիշի արյան մեջ կորած հողաթափը։ Տեղում հավաքվածները քննարկում են, թե հրաձիգը տղամարդկանցից մեկի ոտքին է կրակել, 2 մարդու շտապօգնությունը հիվանդանոց է հասցրել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քանի կրակոց է արձակվել փոքրիկ բակում, ոչ ոք չգիտի։ Կրիմինալ լրագրության մեջ մասնագիտացած Շամշյանի տեսախցիկը մի քանի պարկուճ է ֆիքսել։ Էսի երկրորդն է, նա երրորդը, հա, չէ, բանը գիլզեն երկրորդը։ Էսի էլի։ Կրակոցի հետ կա նաև այս մինիվենի ապակու վրա շտապօգնության խումբ է եկել այն տուն, որի բակում կայանված է մինիվենը։ Դեպքի վայրը զննող իրավապահներից մեկի ասածը լսվել է Շամշյանի կադրում, նա խոստանում է չհանդուրժել արաբկիրը ցնցած կրակահերթը։ Այսօր քննչական կոմիտեն մեկ մարդու ձերբակալության մասին է հայտնել, ըստ կոմիտեի վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։ Ալբերտ Սերոփյան, Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Այսօր եւս մի ողբերգական դեպքի մասին է հայտնի դարձել Երևանում 1 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատշգամբից, երեխան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմակի վնասվածքներով եւ սրտի կանգով, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Պատուհաններից եւ պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի ունենում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում, առողջապահության նախարարությունն է հաղորդագրություն տարածել, հորդորելով ծնողներին ավելի ուշադիր հետևել երեխաների անվտանգությանը։ Սիրելի հայրենակիցներ, թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Իրանը չի բացի դռները ՄԱԳԱՏԷ-ի առջև, ամերիկյան գիշերային հարվածների պատճառով Թեհրանը ընդլայնում է իր հարվածների աշխարհագրությունը, կոշտացնում դիվանագիտությունը։ Խնդրի արմատը Վաշինգտոնի որոշման մեջ է։ Կատաղի օդային մարտերեն ռուս-ուկրաինական ճակատում Փարիզում այսօր կամավորների կոալիցիան քննարկում է Կիևի նոր ռազմական աջակցությունը, Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը։
Չորացած ծառի անկումը մարդու մահվան պատճառով է պատասխանատու ողբերգության համար, ինչու չի հատվել 2 անգամ վթարային գնահատված ծառը։ Ծիծաղ առաջացնող ինչ-որ մանիպուլատիվ թեզա դաշտ ուրեմն հրամցվում, թե դա ակտիվիստները չեն թույլատրել, որ քաղաքապետարանը անի։ Իրանի տասնյակ քաղաքների վրա ամերիկյան գիշերային հարձակումներին ի պատասխան Թեհրանը թիրախավորել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան մի շարք ռազմաբազաներ։ Միաժամանակ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է միջազգային իրավունքի և հրադադարի պայմանավորվածությունների խախտման համար, հայտարարելով, որ երկրի դեմ ցանկացած հարձակման աղբյուր կհամարվի օրինական ռազմական թիրախ։ Պատերազմը դեռ չի հատել լայնամասշտաբ էսկալացիայի շեմը, սակայն դրա բոլոր նախադրյալները արդեն տեսանելի են։ Ըստ փորձագետների, հետագա սրացումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Թեժ է եղել գիշերը ամերիկյան և իրանական կողմերի միջև։ Երկու երկրների զինված ուժերը հրթիռային և դրոնային ուժեղ հարվածներ են արձակել։ Ամերիկյան ուժերը թիրախավորել են իրանական միանգամից 13 քաղաք՝ Բանդար Աբասը, Քերմանշահը, Քեշմեն, Ահվազը, Հորմուզի նեղուցի շրջանը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան հարվածների նպատակն է կանխել Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, ափամերձ ռադարային կայաններին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողություններին, ինչպես նաև փոքր նավերին, կիրառելով Միացյալ Նահանգների կործանիչներ, ռազմածովային նավեր, միակողմանի գրոհային անօդաչու թռչող սարքեր և առաջին անգամ միակողմանի գրոհային ծովային անօդաչու սարքեր։ Ըստ IRNA-ի ամերիկյան հարվածները խոցել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մաշշահր քաղաքի ջրային պոմպակայանը։ 1 մարդ զոհվել է, 4-ը վիրավորվել։ Իրանն ի պատասխան բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ է արձակել ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանում իրանական զինված ուժերը ոչնչացրել են զինամթերքի պահեստներ, վառելիքով լի տանկեր։ Բահրեյնի Շեխ Իսա ավիաբազայում ոչնչացվել են ուղղաթիռների տեղսպասարկման օբյեկտներ, ամերիկյան անօդաչուների կառավարման կենտրոն։ Ըստ իրանական լրատվամիջոցների խոցվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան։ Քուվեյթում ոչնչացվել է Patriot Hope համակարգ, վառելիքի ջրամբարներ։ Ըստ որոշ աղբյուրների, իրանական հարձակման հետևանքով ամերիկացի զինվորներ են զոհվել։ ԱՄՆ-Իրան լայնածավալ հարձակումը վերսկսվել է 2 օր առաջ, երբ ըստ Վաշինգտոնի Իրանը Հորմուզի նեղուցում Կիպրոսի դրոշով նավարկող բեռնանավ էր թիրախավորել, հետո հայտարարել նեղուցը փակելու մասին։ Թեհրանը թույլ կտա, որ Հորմուզի նեղուցը ամբողջությամբ գործի, եթե Վաշինգտոնը հրաժարվի արկածախնդրություններից, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբոլֆազլ Զոհրևանդը։ Խնդրի արմատը Վաշինգտոնի որոշման մեջ է։ Եթե ամերիկացիները հրաժարվեն արկածախնդիր քաղաքականությունից եւ անկեղծորեն երկխոսություն սկսեն մեզ հետ, եթե ճանաչեն մեր օրինական դերը այս տարածաշրջանում, դադարեն միջամտել, ապա նեղուցը 1 ժամ հետո կսկսի ամբողջությամբ գործել։ Պատգամավորը նաև ասել է, որ Իրանը պատրաստվում է բոլոր կապերը խզել ՄԱԳԱՏԵ-ի հետ եւ ամբողջությամբ դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Երբ մենք համագործակցում էինք այդ գործակալության հետ եւ կատարում բոլոր պահանջները, մեր միջուկային օբյեկտները հարձակման ենթարկվեցին։ Չնայած իրենց մասնագետների շուրջօրյա վերահսկողությանը, մեր գիտնականները սպանվեցին եւ հիմա Իրանի ժողովուրդը հարցնում է, ինչ օգուտ ենք ստացել այդ կազմակերպությունից։ Պարզ է, մենք պետք է դուրս գանք ՄԱԳԱՏԵ-ի կազմից։ Իրանի արտգործնախարար Իմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա, որպեսզի ՄԱԳԱՏԵ-ն ստուգի երկրի միջուկային օբյեկտները։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին էր հայտարարել, թե ակնկալում են, որ առաջիկա շաբաթներին հասանելիություն ստանան Իրանի միջուկային օբյեկտներին։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԵ-ի մուտքը իրանական ռմբակոծված միջուկային օբյեկտներ կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքից։ Իսկ պատերազմը դադարեցնող համաձայնագրի ստորագրումից ընդամենը 25 օր անց Վաշինգտոնը բացահայտ խախտել է համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները, հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Լիլիթ Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։
Ինտենսիվանում են հարվածները ռուս-ուկրաինական ճակատում, ուկրաինական աթսների հարվածների հետևանքով զոհեր եւ վիրավորներ կան Մոսկվայի մարզում։ Տուժածների եւ ավերածությունների մասին հայտնել է նաեւ Կիևը։ Ուկրաինայի դաշնակիցները հավաքվել են Փարիզում քննարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Ֆրանսիա մեկնելուց առաջ Զելենսկին ռադա է ներկայացրել ռազմական դրությունը եւ մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները։ Մանրամասները Մարիամ Ամիրջանյանը կպատմի։ Օդային կատաղի մարտեր են ընթանում Ռուսաստանի ու Ուկրաինայի տարածքներում։ Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչուի գրոհի հետևանքով Իստրա քաղաքում 3 մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել։ Քաղաքում 5 տուն է հրդեհվել, հայտնել է մարզպետ Անդրեյ Որոբյովը։ Նրա խոսքով ռուսական հոպուժերը գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ 81 անօդաչու են խոցել։ Մոսկվայի մարզի այլ բնակավայրեր նույնպես ինտենսիվ դրոնային հարձակման են ենթարկվել։ Սոլնեչնոգորսկ քաղաքում Ուկրաինայի անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմահարկ շենքի, վնասելով պատուհանները, 2 մարդ է տուժել։ Բաբկինո գյուղում ու Մոժայսկ քաղաքում տներ ու շենքեր են վնասվել, տուժածներ չկան ըստ պաշտոնական աղբյուրների։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի Չորնոմորսկ քաղաքի նավահանգստային օբյեկտներին։ Ըստ ռուսական կողմի, Կիևը դրանք օգտագործում է ռազմական բեռների տեղափոխման ու վառելիքի պահեստավորման համար։ Ուկրաինական կողմը հաստատել է, որ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է սկսել Օդեսայի ուղղությամբ։ Օդեսայի քաղաքային իշխանության խոսքով տրանսպորտային ենթակառուցվածքներն են վնասվել։ Տեղական տելեգրամ ալիքները գրում են, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից տասնյակ մեքենաներ են այրվել։ Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով հարձակման հետևանքով վիրավորվել է 3 տղամարդ։ Ուկրաինսկա Պրավդան հայտնում է, որ Զապորոժիեի եւ Չերնիգովի մարզերն են ռուսական ուժերի հարձակման տակ եղել։ Չերնիգովի մարզում առանց էլեկտրաէներգիայի է մնացել գրեթե 70,000 բնակիչ։ Զապորոժիեի մարզպետի տվյալով 2 մարդ վիրավորվել է ռուսական ուժերի հարձակումից։ Ռուսական բանակի հարվածների ֆոնին Ուկրաինայի դաշնակիցներն այսօր պատրաստվում են հանդիպել Փարիզում, քննարկելու դաշնության վրա ճնշումներն ավելացնելու հնարավորությունը։ Շատ քաղաքագետների կարծիքով արևմտյան դաշնակիցները կփորձեն Ուկրաինայի համար ավելի շատ օդային պաշտպանության պարտավորություններ ստանձնել, քանի որ հոբ համակարգերի պակասը խոցելի է դարձնում Կիևին։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Բանգկոկի հայտնի փաբերից մեկում բռնկված հրդեհը առնվազն 27 մարդու կյանք է խլել, տասնյակ վիրավորներ կան, ականատեսներից մեկի խոսքով բեմի մոտ գտնվող էլեկտրական վահանակից նախ ծուխ է բարձրացել, ինչին հաջորդել է հզոր պայթյունը։ Նախնական վարկածով հրդեհի պատճառը առաստաղին տեղադրված օդորակիչում առաջացած կարճ միացումն է եղել։ Քաղաքային իշխանության տվյալով տուժածների թիվը գերազանցել է 60-ը։ Ըստ նախնական տեղեկությունների արգելափակված վթարային ելքերը խոչընդոտել են մարդկանց ժամանակին լքել այրվող շենքը, ինչի հետևանքով բազմաթիվ այցելուներ խեղդվել են ծխից։ Սա Թայլանդում ամենամահաբեր հրդեհն է 2009 թվականին Բանգկոկի Սանտիկա ակումբում նոր տարվա տոնակատարության ժամանակ բռնկված ողբերգական հրդեհից հետո։ Այն ժամանակ զոհվել էր 67 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել։ Փարիզից վտանգավոր հեռավորության վրա է Մոլեգնում Ֆոնտենբլո անտառում բռնկված խոշոր հրդեհը կրակամարելու համար ներգրավվել են հրշեջ ինքնաթիռներ։ Վերջին տվյալով հրդեհը ընդգրկել է մոտ 800 հեկտար տարածք եւ շարունակում է արագ տարածվել։ Իրավիճակը զգալիորեն բարդացնում է շոկ եւ չոր եղանակը ու մեծացնում նոր օջախների առաջացման վտանգը։ Վերադառնանք Հայաստան, չորացած ու փոկված ծառը ողբերգության պատճառ է դարձել Երևանում։ Աշտարակի խճուղում Արմենիա հեռուստաընկերության հարևանությամբ Բարտին ընկել է ընթացող մեքենայի եւ մոպեդի վրա։ Մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացին։ Արդյոք հնարավոր է եղել կանխել ողբերգությունը, ինչու կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ը, որը ըստ քաղաքացիների աչքի է ընկնում անգամ կանաչ սաղարթերով ծառերը հատելու օպերատիվությամբ, ժամանակին չի հեռացրել 2 անգամ վթարային գնահատված ծառը։ Քաղաքացիների մեղադրանքներին քաղաքապետարանը պատասխանել է պնդելով, թե ծառը համայնքապատկան տարածքում չի գտնվել։ Ում է պատկանում Պարոնյան փողոցի ծառը, որի ճյուղը այսօր կոտրվել եւ ընկել է 2 մեքենաների վրա։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Աշտարակի խճուղում է հաստաբում Բարդին շաբաթ երեկոյան ուժեղ քամուց կոտրվել ու ընկել ճանապարհով ընթացող մոպեդի եւ Հոնդա Մակնիշի ավտոմեքենայի վրա։ Մոպեդավարը տեղում մահացել է։ 50-ամյա Ուրալի Ումիրովն է եղել մոպեդի ղեկին։ Ըստ Շամշանքոմի նա Թուրքմենստանի քաղաքացի էր, Հայաստանում առաքիչ էր աշխատում։ Ես
Դեպքից 3 րոպե հետո ինձ ուղարկեցին այս տեսանյութը, սարսափելի էր, ոչ ոք նորություն չուներ նրանից։ Ազգության փնդիկ 26-ամյա Սորոփը շոկի է ենթարկվել, երբ տեսել է գործընկերոջ մահվան տեսանյութը, մոտ կես տարի միասին են աշխատել։ Ասում է Հայաստանի ճանապարհներին իրենք ամեն օր փորձության են ենթարկվում։ Ճիշտ է, Հայաստանում վտանգավոր չէ, բայց երթևեկողների համար փորձությունները շատ են, գրեթե ամեն օր։ Մեր գործընկերը եկել էր գումար աշխատելու, ինչ եղավ։ Ֆահիմը Ուրալիին ավելի քիչ է ճանաչել, բայց շատ անհանգիստ է, ինչպես է նրա մարմինը տուն, Թուրքմենստան ուղարկելու։ Մենք բոլորս մտածում ենք, որ պետությունը պետք է օգնի նրան, ինչպես են նրան հասցնելու իր ընտանիքին։ Մեզ համար նույնիսկ հիվանդանալն է խնդիր այստեղ Հայաստանում։ Անընդունելի էր ինչ որ տեղի ունեցավ։ Փտած ծառը Ուրալիի մահվան պատճառ չէր դառնա, եթե այն ժամանակին կտրած լինեին քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի աշխատակիցները, նկատում է Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Անհասկանալի է, լույսի արագությամբ հատվում են փողոցների երկայնքով կենդանի ծառերը եւ տարիներ շարունակ մենք չենք կարող նման տիպի վթարային ծառերը հեռացնել։ Չի հերքում հողակի տնօրեն Արմեն Բեգոյանը, որ մոպեդավարի կյանքը խլած ծառը մի քանի անգամ վթարային է գնահատվել իրենց աշխատակիցների կողմից։ Միայն թե ըստ Բեգոյանի այդ գնահատումը բարի կամքի դրսևորում է եղել, որովհետև տարածքը, որտեղ եղել է ծառը, քաղաքապետարանի պատասխանատվության տակ չէ։ Սեփական տարածքից նորից մի ծառի հսկայական ճյուղ կոտրվել եւ ընկել էր Չարենց փողոցի վրա, ինչի արդյունքում մենք ստիպված եղանք նորից օժանդակություն ցուցաբերելու, զգուշացնելու սեփականատիրոջը։ Այս դեպքում էլ եթե մեզ հաջողվեր սեփականատիրոջը գտնել կամ ինչ-որ բան, հնարավոր էր նաեւ օժանդակություն ցուցաբերել։ Դա հանցավոր անգործություն է տվյալ դեպքում։ Ըստ Երևանի ավականու ընդդիմադիր անդամի հանցավոր անգործություն է ցուցաբերել քաղաքապետարանը։ Չի ընդունում պատճառաբանությունը, թե մասնավոր տարածքում էր ծառը, իրենք ոչինչ անել չէին կարող։ Այսինքն դուք որպես մասնագիտական կառույց բացարձակապես ձեր տեղում չեք։ Դուք չեք կարողանում քաղաքացիներին բացատրել, ուրեմն պետք է հատում իրականացնել, թե պետք չի։ Տեղեկություն կա, թե ինչ-որ բնապահպան ակտիվիստներ թույլ չեն տվել կտրել հնամենի ծառը։ Քրիստինա Վարդանյանը դա մանիպուլյացիա է անվանում։ Գրել է ծիծաղ առաջացնող ինչ-որ մանիպուլատիվ թեզա դաշտ, ուրեմն հրամցվում, թե դա ակտիվիստները չեն թույլատրել, որ քաղաքապետարանը անի, այսինքն առողջ ծառերը, որոնք արդեն բուժվել էին, նորմալ վիճակում էին փողոցներում, չկարողացանք պաշտպանել, բայց անհայտ քաղաքացիներ, չորացած ծառերը կարողանում են պաշտպանել, սա շատ տարօրինակ մեթոդաբանություն է։ Մոպեդավարի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնել քննչական կոմիտեն։ Մինչ կպարզեն, թե ով է մեղավոր տապալված ծառի համար, մի ծառ էլ այսօր Բարոնյան փողոցում է կոտրվել ընկել կայանված Volkswagen-ի եւ Toyota-ի վրա։ Փակել երթևեկելի գոտին, բարեբախտաբար տուժածներ չկան։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Եվ վերջում գնանք Տավուշ, Հայաստանի հյուսիսի ամենատակ ձայները 10 տարի առաջ մեկ երգչախմբում միավորեց Բագրատ Սրբազանը ստեղծելով Տալույսը։ Պայծառակերպության տոնին Իջևանի առաջնարդարանում երգչախումբը նշեց իր հոբելյանը առանց իր ուսուցչի ներկայության, բայց նրա պատգամով երբեք չհանձնվել։ Բագրատ Սրբազանը հեռավար է հետևում իր ստեղծած 10-ամյա Տալույսի համերգին։ Իր ձեռնադրման 22-րդ տարեդարձին պայծառակերպության տոնին նա չի կարող լինել հայրենի Տավուշում, կենդանի վայելել երգչախմբի անուշ ձայները։ Շատ պարտավորեցնող է Տալույսի համար երգել բեմում, որտեղ միշտ լսել են Սրբազան հոր անգին խորհուրդները։ Լորվում էի շատ, բայց հենց որ առաջին երգը երգեցի վերջացրի, արդեն մի քիչ հանգստացա։ Շատ երկար ենք պատրաստվել ու սպասել էինք Սրբազանին, որ ներկա գտնվի, բայց ցավոք ներկա չգտնվեց։ Ինչ էլ լինի, չհանձնվեք։ Սրբազանի այս խորհուրդը երբեք չեն մոռանա։ Դուք միշտ պետք է չեմպիոններ լինեք, չպետք է հանձնվեք։ Մեր մեջ մենք մեզ կայուն զգանք, պետք է մենք հավատանք մեզ,
որ կարող ենք դա անել, երբեք չհանձնվենք։ Կյանքում միշտ դժվարություն լինեն, ովքեր էլ որ մեզ խանգարեն, երբեք չնայենք իրանց ու առաջ քայլենք։ Նրանց ձայնը լսել է աշխարհը։ 3 տարի առաջ քույն խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյին ցնցեցին տալույսի սաները։ Յուրօրինակ կատարումն այնքան էր տպավորել համաշխարհային աստղին, որ նա սոցիալական ցանցերում տարածել էր հեռավոր տավուշից աշխարհի մեծ բեմերը նվաճել ցանկացող երեխաների ելույթը։ Այսօր ավելի ուժեղ, ավելի հզոր է տալույսը։ Շնորհակալ է երգչախմբի գեղարվեստական ղեկավարը, որ Սրբազանը հիմնադրեց տալույսն ու հնարավորություն տվեց տաղանդավոր երեխաներին ավելի լավ ճանաչել իրենց ու հայրենիքը։ Նրա ուժը, գաղափարական միտքը, որը վերածել է նա գործի, այսօր հավատարմության ծիլերն է տալիս եւ այն ապահովելու է իր շարունակականությունը։ Ունենք այնպիսի հոգևոր ուսուցիչ, այնպիսի հոգևորական, ում միայն գոյությունը եւ առած աշխատանքները մեզ խթանում են ավելին անելու։ 35 սան ունի տալույսը, 24-ը հիմնական խմբում։ Հարթ չի եղել ճանապարհը, բայց կասկած չունեն, անպարտելի է հոգևոր երաժշտության ուժը։ Մարզերում երեխաները լրջագույն զբաղվածության խնդիր ունեն եւ փառք Աստծո, որ արդեն 10 տարի շարունակ թե երգչախումբը թեթեմի բազում այլ նախագծեր գործում են, հիմնադրված լինելով Սրբազանի կողմից, տեսնելով բազում վայրիվերումներ, տեսնելով բավականին ծանր, միևնույն ժամանակ շատ հզոր, ուրախալի, ամենատարբեր դեպքեր, իրադարձություններ, երեխաներն այդ ամենը անցկացրել են իրենց հոգու միջով։ Տալույսն ուզում է ավելի մեծանալ, հիմա երգչախմբում հիմնականում իջևանցի երեխաներ են։ Նրանք ուզում են, որ իրենց երգի ձայնը լսեն նաև տավուշի հեռավոր անկյուններում ու դառնան տալույսի մի մասը։ Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, ամուր եղեք։